Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր ռադիոլսողներին եւ դիտողներին։ Դուք միացել եք 106.5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ, եթերում խաղի կանոններ հաղորդաշարն է, որում մենք իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրը մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի քաղաքականության մշակման եւ մեթոդաբանության բաժնի պետ Հակոբ Մանուկյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր կխոսենք տաքսիներից, on-line տաքսիներից եւ կարծում եմ դա հետաքրքիր կլինի թե վարորդներին, թե նրանց համար, ովքեր օգտվում են տաքսիներից։ Վերջերս հանձնաժողովն անընդհատ հանդիպում է տաքսու վարորդների հետ եւ ուզում եմ իմանալ արդյոք հանձնաժողովի ուշադրության կենտրոնում նոր է հայտնվել այս ոլորտը եւ ինչու պարբերաբար դուք սկսեցիք հանդիպումներ անցկացնել։ Տեսեք, էլեկտրոնային տաքսի հարթակները, այսպես կոչված, իրենք ինչպես եւ թվային այլ շուկաները հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են արդեն մի քանի տարի, քանզի ցանկացած այդ ֆորմատի շուկա, որը որ նոր ձևավորվող է, ունի նոր տենդենսներ, ավելին, թվային շուկաների դեպքում մենք ունենք նաև նոր բնութագրիչներ ու հնարավոր ռիսկեր, որոնք որ չեն հանդիպում ավանդական շուկաներում, այսպես ասենք։ Այդ համատեքստում հանձնաժողովն արդեն մի քանի տարի դիտարկում է ոլորտը, օրինակ 2022 թվականին հանձնաժողովն իրականացրել էր ընդհանուր առմամբ էլեկտրոնային առևտրի ոլորտի ուսումնասիրություն, որը մեծ ծավալուն ուսումնասիրություն էր, ուղղված ընդհանուր առմամբ ոլորտը հասկանալուն, հասարակությանը դրա հիմնական ռիսկերի եւ առավելությունների մասին տեղեկացնելուն, ինչպես նաեւ ոլորտի կարգավորման իմաստով նոր մոտեցումների մշակելուն։ 23 թվականին հանձնաժողովը հենց ուշադրությունը կենտրոնացրեց էլեկտրոնային թվային հարթակներով ուղղափոխադրման ծառայությունների վրա։ Լսեք երկին մենք իրականացրեցինք մեծ վերլուծական աշխատանք հասկանալու ոլորտում թե մրցակցային իրավիճակը, թե հնարավոր ռիսկերը եւ թե իհարկե կրկին կարգավորման ընդհանուր դաշտը։ Այս համատեքստում մենք թե 22-23 թվականներին ոլորտային ուսումնասիրությունների շրջանակներում, թե հետագայում իհարկե զուգահեռ կիրառում ենք նաեւ մեր վարչարական գործիքները։ Այստեղ կարող ենք հիշատակել հանձնաժողովի կողմից իրականացված մի քանի խոշոր վարույթներ, օրինակ booking.com հարթակի նկատմամբ, հյուրանոցային ծառայությունների ամրագրման, ձեռքբերման, առաքման ծառայությունների հայկական շուկայում գործող, հենց նույն տաքսի ծառայությունների ոլորտում գործող տնտեսվարողների, որոնց դեպքում հանձնաժողովն իր վարչարական գործողություններով իրականացրել էր վարույթներ, որոնց շրջանակներում նշանակվել էր տուգանքներ, տվել էր հանձնարարականներ։ Դրանից զատ, այսինքն իհարկե հանձնաժողովը կիրառում է իր վերլուծական եւ վարչարական գործիքները, բայց մենք հաստատակամ ենք այն պատկերացման մեջ, որ ցանկացած դեպքում կանխարգելումը հետևանքների վերացումից ավելի լավ գործիք է։ Ու այս դեպքում կանխարգելման իմաստով մենք հասկանում ենք ուղիղ կապը, հաղորդակցությունը ոլորտում գործող բոլոր կողմերի հետ, որպեսզի կարողանանք ապահովել նրանց բավարար իմացությունը, օրինակ, մրցակցային կամ սպառողների շահերի վերաբերյալ օրենսդրության, հնարավոր ռիսկերի եւ խնդիրների վերաբերյալ։ Այս համատեքստում մի կողմից մենք ձևավորեցինք աշխատանքային խմբի ֆորմատ հարթակների ներգրավմամբ, փորձելով հասկանալ հիմնական խոշոր հարթակներում տեղի ունեցող գործընթացները եւ դրանց թե վարորդների, թե ուղևորների համար ավելի հեշտ, ընկալելի, հասկանալի եւ այդ թվում նաեւ թափանցիկ եւ արդար դարձնելուն ուղղված գործողությունները։ Դրանից զատ իհարկե ձեր նշած մոտեցումը նույնպես որդեգրվեց։ Մենք որոշեցինք ուղիղ հանդիպումներ ունենալ վարորդների հետ, որովհետև ցանկացած նման ուղիղ հանդիպում, իսկ դրանք եղել են մի քանիսը, մենք հանդիպում ենք ունեցել, որտեղ մասնակցել են մեր կողմից հանձնաժողովի նախագահը եւ նաեւ ներկայացված եղել գործադիր մարմնի ներկայացուցիչ, այսինքն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար պարոն Թորոսյանների կոնկրետ այդ մի հանդիպմանը ներկա։ Հիմնական գաղափարը ուղիղ կապի միջոցով ստանալ ազդակներ ոլորտի մասին, որ հնարավոր է մենք չենք տեսել կամ արդեն աշխատում ենք օրինակ այդ ուղղությամբ, բայց մի ուղղություն է, երբ մենք չէինք տեսել, փորձել լուծումներ գտնել եւ մյուս ուղղությամբ միաժամանակ նաեւ տեղեկացնել վարորդներին ոլորտում ընթացող բարեփոխումների մասին, որովհետեւ այն ինչ մենք արձանագրեցինք նաեւ մեր հանդիպումների ժամանակ վարորդների հետ, այն փաստներ, որ շատ դեպքերում մենք արդեն ունենք գործընթացներ իրենց բարձրաձայնված խնդիրների լուծման մասով, ուղղակի վարորդները բավարար տեղեկացված չեն դրա մասին։ Ու տեղեկացման այս տարբերակը, որտեղ մենք ուղիղ կապով շփվում ենք վարորդների հետ, երկկողմանի արդյունավետ է։ Դրանից զատ կրկին կուզենայի ընդգծել այն հանգամանքը, որ մենք ունենք նաև կոմունիկացիայի այլ գործիքակազմեր իհարկե։ Այսինքն բացի ուղիղ հանդիպումներից, որտեղ մենք հասկանում ենք, որ ոլորտում գործում է ակտիվորեն 40,000-ից ավել անձ,
եւ ցանկացած դեպքում մենք ականջալուր ենք ցանկացած բողոքի, ցանկացած հայտարարության կամ մեզ ուղված, դիտարկման կամ տեղեկատվության, ոչ միայն այդ ուղիղ հանդիպումների, տետ-ա-տետ դեմարդեմ հանդիպումների ֆորմատում, այլ նաեւ on-line էլեկտրոնային եղանակով ստացված դիմումների եւ բողոքների համատեքստում։ Դուք նշեցիք, որ աշխատանքային խումբ ունեք ձևավորված, ինչ նպատակ ունի դա եւ արդյոք այդ ընթացքում դուք քննարկում եք տաքսու գների հարցը, որովհետեւ եթե ուղևորները նշում են այն բավականին բարձր է, փոխարենը վարորդներն ասում են, որ հակառակը ցածր է։ Ի վերջո այս հարցը քննարկվում է եւ ինչ արդյունքներ կան։ Աշխատանքային խմբի ֆորմատի իմաստով, ինչպես նշեցի, հիմնական գաղափարը հարթակների հետ ուղիղ կապ ունենալն էր։ Այսինքն փաստացի այս դեպքում մենք ունենք 3 հիմնական ուղղություն. սպառողները, ուղևորների իմաստով վարորդները եւ հենց ինքը հարթակը։ Եվ մենք փորձում ենք մեր ամբողջ գործընթացը 3 ուղղությամբ լիարժեքորեն իրականացնել, որտեղ մեր պատկերացմամբ հարթակների էֆեկտիվ աշխատանքը կապված է այս 3 ուղղությունների ամբողջական իրազեկված, կշռադատված եւ պատասխանատու վարվելակերպից։ Վերադառնալով գների հետ կապված հարցին, կուզենայի որ մի քայլ հետ գնանք, քննարկենք ընդհանուր առմամբ այդ գների կարգավորման ակնկալիքը, որ իրականում որոշ դեպքերում առկա է, բայց կուզեմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում գները մրցակցային շուկաներում, ոչ պետության կողմից վերահսկվող շուկաներում ազատ են տնտեսվարող սուբյեկտների կողմից որոշման իմաստով։ Այսինքն ինչ ենք մենք դրանով ուզում ասել։ Այն ոլորտները, օրինակ, գազ, ջուր, էլեկտրականություն, որտեղ կա պետական կարգավորում, այսինքն կա բնական բենաշնորհ, որը հատուկ հանրային ծառայությունների հանձնաժողովի կարգավորման դաշտում է, ունեն սակագնային կարգավորում։ Պետությունն է սահմանում, թե ինչ չափի պետք է լինի այդ սակագինը, կարող է աճել, չի կարող աճել։ Մնացած ցանկացած ոլորտում, սկսած թթվասերի վաճառքից վերջացրած ճանապարհորդական ծառայություններով, բոլոր ոլորտներում գնի որոշումը կապված է միայն տնտեսավարող սուբյեկտից։ Այստեղ չկան գնի կարգավորման մեխանիզմներ, ինչի որտեղ մեր պետության հիմնական գաղափարախոսական հիմքերից մեկը ազատ տնտեսական հարաբերություններն են եւ այդ ազատ տնտեսական հարաբերությունների հիման վրա տնտեսական զարգացումը։ Այս իմաստով ակնկալիքը, որ ինչ որ պահի գները պետք է որոշված լինեն կոշտ եղանակով ասվելով, օրինակ, չգիտեմ, 1 կիլոմետրը պետք է արժենա 600 դրամ կամ 200 դրամ կամ 500 դրամ, դա ինքնին սխալ մոտեցում է, որտեղ ինքը հակասում է տնտեսական ազատության հիմնական գաղափարին։ Որտեղ հանձնաժողովն ունի լիազորություն։ Հանձնաժողովն ունի լիազորություն, երբ կա ոլորտում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ, եւ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտը, այսինքն շուկայի մի շուտ կարևոր մեծ մասնաբաժին զբաղեցնող տնտեսավարող սուբյեկտը, այդ թվում նաեւ գնային գործիքակազմով փորձում է խաթարել ոլորտում մրցակցությունը։ Օրինակ իրականացնում է դեմպինգ կամ օրինակ չհիմնավորված բարձր գներ է սահմանում։ Այս բոլոր դեպքերում հենց այդ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հանձնաժողովն ունի պատասխանատվություն իրականացնելու գործողություններ։ Այստեղ էլ կուզեմ ընդգծել, որ գերիշխող դիրքը ինքնին խնդրահարույց չի, ոչ օրենքի իմաստով, ոչ տրամաբանության։ Խնդրահարույց է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի կողմից հակաօրինական գործողության կատարումը, երբ տնտեսվարող սուբյեկտը իր դիրքն օգտագործելով փորձում է վատ թարացնել մրցակցությունը ոլորտում, խաթարել, արգելել կամ վնասում է սպառողների շահերին, այս դեպքում կրկին հանձնաժողովը լիազորություններ ունի։ Ինչ կարգավորումներ մենք ունենք կապված գների հետ, այստեղ ավելի շուտ ոչ թե ասենք գների կարգավորում, այլ ինչ նոր մոտեցումներ են որդեգրվել հարթակների կողմից, այս դեպքում ամենախոշոր հարթակի կողմից, գների թափանցիկության եւ կայունության ապահովման իմաստով։ Գների թափանցիկության իմաստով կուզեի հատկապես ընդգծել, որովհետեւ շատ դեպքերում մեր սպառողների բողոքները կամ վարորդների բողոքները բխում են ոչ բավարար տեղեկացվածությունից գնի կառուցվածքի մասին։ Կրկին հատուկ ընդգծեմ նաև տեղեկացնելու տրամաբանության մեջ, ինչպես է ձևավորում օրինակ ամենախոշոր հարթակում Հայաստանի Հանրապետության տաքսի ծառայությունների գինը։ Գինը կազմված է մի քանի բաժիններից։ Առաջինը դուք վճարում եք ճանապարհի երկարության համար։ Այսինքն ամեն կիլոմետրի համար սահմանված է կոնկրետ դրամ, օրինակ 1 կիլոմետրն արժի 25 դրամ, 25 դրամ կամ 15 դրամ, եւ քանի կիլոմետր որ դուք երթևեկում եք, այդքան արժի ձեր հեռավորության գինը։ Դուք վճարում եք ժամանակի համար։ Ամեն րոպեն ունի արժեք եւ օրինակ եթե ձեր ճանապարհը տևելու է 20 րոպե կամ 25 րոպե, այդ նույն տրամաբանությամբ դուք ամեն րոպեի համար վճար եք իրականացնում։ Այս երկու կատեգորիա միասին ձևավորում են հիմնական գինը։ Բայց շատ դեպքերում լինում են իրավիճակներ, երբ որ օրինակ պահանջարկը այդ պահին շատ ավելի մեծ է, քան առաջարկը։ Խոշոր միջոցառում է տեղ ունեցել կամ ժամը 6-ն է օրինակ եւ մարդիկ բոլորը տրամաբանորեն գնում են տուն։ Եվ այդ պահանջարկը հավասարակշռելու համար առաջարկի հետ
ալգորիթմն միացնում է թեժ ժամեր ծրագիրը, որտեղ որ տեղի ունենում այդ հավելավճարի գանձումը, այսպես ասած, որի պայմաններում գները սկսում են բարձրանալ, եւ այստեղ մենք ունենում ենք այդ հավասարակշռումը, նոր վարորդներ են միանում ցանցին, որոնք որ համարում են արդեն, որ այս ավելի բարձրացված գնով նրանք պատրաստ են իրականացնել այդ երթը, եւ որոշ սպառողներ էլ դուրս են գալիս համակարգից, կարծելով, որ օրինակ այդ գինը իրենց համար արդեն ընդունելի չի, բարձր է այդ կոնկրետ երթի համար։ Այսինքն պակասում է պահանջարկը, ավելանում է առաջարկը, մենք գալիս ենք հավասարակշռության։ Հիմա ինչ է տեղի ունենում, երբ որ մենք օրինակ ունենում ենք խցանում։ Առաջին հերթին խցանման պայմաններում ավելանում է ձեր երթի ժամանակը։ Հետևաբար ավելանում է գինը ոչ թե հավելյալ թեժ ժամերի հաշվին, այլ հենց բազային գինը նույնպես ավելանում է։ Իսկ ինչու՞մն է այդ գնի ավելացման տրամաբանությունը։ Գնի ավելացման տրամաբանությունը նրանում է, որ հարթակի աշխատանքի մեխանիզմը այսպիսին է. կիլոմետրն ապահովում է մեքենայի սպասարկումը եւ այլ ծախսերը, իսկ վարորդի վերջնական եկամուտը ապահովում է րոպեների հաշվին։ Եվ այդ րոպեները հաշվարկված են այն տրամաբանությամբ, որ վարորդը նորմալ աշխատանքի պայմաններում, այսինքն եթե մարդը 8 ժամ աշխատում է որպես վարորդ, այնպես ինչպես ինչ-որ մեկն աշխատում է օրինակ որպես հաշվապահ կամ ինչ-որ մեկն աշխատում է որպես ուսուցիչ, ունենա արժանապատիվ աշխատավարձ ունենալու հնարավորություն։ Այս տրամաբանությամբ եթե վարորդը ավելի երկար ժամանակ է անցկացնելու երթի ընթացքում, անկախ նրանից, որ հեռավորությունը մնում է նույնը, ժամանակն է ավելանում, այսինքն վարորդը այդ ժամանակատվածը ծախսելու է երթի ընթացքում։ Հետևաբար գներն այդ պատճառով աճում են բազային գնի հատվածում։ Քանզի առաջ, մինչև մեր վերջին պայմանավորություններն ու փոփոխությունները հարթակում, դուք տեսնում եք մեկ միասնական գին, ձեր մոտ տպավորությունն է, որ եթե ձեր ավանդական 1500 դրամը վերածվել է 2000 դրամի, ապա 500 դրամը վստահաբար թեժ ժամերը հատուկ աճացնում են։ Հավելավճար է գրվել ձեր երթի շրջանակներում։ Բայց մենք որոշ փոփոխությունների եւ գործընթացների արդյունքում հիմա ունենք տարբերակ, որ ձեր հեռախոսում արդեն հենց այդ հարթակում, եթե դուք սխմում եք ուղակի գնի վրա, դուք կտեսնեք այդ գնի բացվածքը։ Եվ կտեսնեք, որ իրականում օրինակ ձեր հավելավճարը ոչ թե 500 դրամ, այլ 200, այն 300 դրամ աճը գեներացվել էր նրա հաշվին, որ ճանապարհը հիմա ավելի երկար է։ Օրինակ, որովհետև քանզի կրկին հարթակն ընտրում է ձեր համար ամենակարճ ճանապարհը, կարճ ժամանակի իմաստով, հնարավոր է որ կիլոմետրաժն է ավելացել այդ դեպքում, որտեղ օրինակ X փողոցես պահին փակա ասֆալտապատվում կամ ինչ-որ խցանումա կամ վթար է տեղ ունեցել, շրջանցելու համար այդ ճանապարհը ընտրվում է ավելի երկար ճանապարհ, որ ժամանակով ավելի կարճ ստացվի ձեր երթը, բայց այդ կիլոմետրերի հավելյալ վճարը ձեր բազային գնի մեջ տեղավորվում է։ Այսինքն չի ստեղծում իրավիճակ, երբ որ ամեն հնարավոր առիթից միանգամից թեժ ժամերով գինը աճում է, ստեղծում է իրավիճակ, երբ որ ձեր բազային գնի աճը նույնպես տեղ ունենում։ Ուս մեր համար կարևոր է գների ներկայացման իմաստով առաջին հենց կետը, որ ձեր համար այդ գներն ավելի թափանցիկ լինեն, եւ ահա այս պայմանությամբ դուք ունեք այդ գների բացվածքը, ցանկացած մեզ դիտող կամ լսող մեր քաղաքացի կարող է բացել իր հարթակը եւ տեսնել, որ երբ որ ինքը ուզում է պատվիրել օրինակ ինչ-որ երթ, եթե անգամ ուղղակի սխմի այդ գնի վրա, կտեսնի գնի կառուցվածքը։ Դրանից զատ երկու փոքր կարգավորում էլ, որոնք որ կարևոր են բովանդակային իմաստով, առաջինը այն էր, որ Yandex ընկերությունը այս դեպքում, այսինքն Հայաստանում գործող ամենախոշոր տաքսի հարթակը ընդունեց իր վրա պարտավորություն կամավոր կերպով, որ երկու անգամը գերազանցող բազային արժեքը երկու անգամը գերազանցող գնի դեպքում ավելացվող հատվածի համար ինքը այլևս միջնորդավճար չի գանձում։ Այսինքն եթե օրինակ ձեր բազային արժեքը երթի պետք է կազմեր 1000 դրամ, այստեղ բազային ասելով նկատում եմ հենց այդ պահին ձևավորված բազային կիլոմետրերի եւ րոպեների համագումարը արժեր 1000 դրամ եւ այդ հավելավճարը թեժ ժամերի հաշվին 1000 դրամ էր, այսինքն արդեն 2000 է ձեր երթը, 2000 դրամը գերազանցող ոչ մի դրամի համար Yandex-ը գումար չի գանձում, այդ ամբողջ գումարը մնում է վարորդին եւ միջնորդին այս դեպքում։ Եվ արդեն գնային կարգավորման տրամաբանության մեջ ավելի շատ 3 անգամը գերազանցող երթերի քանակը երամսյակի շրջանակներում 5%-ը չի կարող գերազանցել։ Այսինքն ընդհանուր առմամբ մենք ունենք այդ պայմանավորվածությունը, որ 3 անգամ գերազանցող երթերը քանակային իմաստով 5%-ը չեն գերազանցելու Yandex հարթակի շրջանակներում։ Զուգահեռ կուզենայի նաև ապագային ուղղված, որոշ հատված էլ բարձրաձայնել, որ արդեն հրապարակային է եւ մենք ունենք այդ մասով հայտարարություններ, որ հիմա աշխատանք է իրականացում առանձին հարթակի ձևավորման համար, այսպես կոչված low coster հարթակի, որտեղ որ գները կոնկրետ շեմից վերև այլևս չեն աճելու։ Իհարկե նման հարթակի գործունեությունը կապված է լինելու իրավիճակի հետ, երբ օրինակ վարորդն ավելի ուշ կարող է մոտենալ կամ կարող է ավելի հեշտորեն հրաժարվել չկատարել այդ պատվերը,
հա, որակական իմաստով օրինակ, հա, մեքենաները կլինեն ավելի ցածր որակի, այսինքն մոտ բազային, հա, սեգմենտին, բազային կատեգորիայի երթերին, բայց այս դեպքում մենք ունենանք ակնկալիքի հստակ սահմանաչափ, այսինքն մարդը կընկալի, որ կոնկրետ այս գնից բարձր գինը երբեք չի աճելու։ Այս այն ամենները, ինչ մենք իրականացրել ենք գների հետ կապված, եւ ես եւս մեկ անգամ կուզեմ ընդգծել, որ հորդորում եմ բոլոր ուղևորներին եւ վարորդներին այդ թվում այդ թափանցիկության գործիքից օգտվել եւ միշտ դիտարկել գնի կառուցվածքը, որպեսզի նրանց համար միշտ պարզ լինի, թե կոնկրետ այսօր առավոտյան ինչի իրենց տաքսի ծառայության գինը կազմվեց 2000 դրամ, ոչ թե 1800 դրամ կամ 1500 դրամ, ոչ թե 1700 դրամ։ Իսկ գնային խնդիրներից զատ վարորդները ինչ այլ խնդիրներ են բարձրաձայնում եւ հանձնաժողովն ինչպես է արձագանքում այդ խնդիրներին։ Վարորդները իրականում բավականին մեծ շրջանակ խնդիրներ էին արձանագրել։ Այստեղ մի հատվածը խնդիրների կապված էր սոցիալական ապահովության հետ, ստաժի, թոշակի եւ առողջապահական ապահովագրության շրջանակներում հարցեր, որոնք դուրս են հանձնաժողովի լիազորության դաշտից, բայց մեր կառավարության գործընկերներն իհարկե ականջալուր են մեր քաղաքացիների դիտարկումներին եւ մոտ ապագայում այդ հարցերով էլ արդեն կառավարության գործընկերները կգտնեն լուծումներ։ Ինչ վերաբերում է հանձնաժողովին եւ այն խնդիրները, որ բարձրաձայնվել են եւ մենք փորձել ենք լուծել, առաջին խնդիրը կապված էր մտահոգությունը կապված էր Yandex Plus ծառայությունների փաթեթի հետ, այսպես կոչված։ Երբ դուք ունեք բաժանորդագրություն եւ ձեր համար տաքսի ծառայությունն ավելի էժան է ստացվում, դուք կարողանում եք օգտագործել ձեր հավաքված բոնուսներն, այսպես ասած, եւ ավելի էժան վճարել տաքսի ծառայության համար։ Այստեղ կար նախինում գործող համակարգ, որը վերափոխվեց այս պահի դրությամբ վարորդը ընդհանրապես ոչ մի գումար չի մուծում այդ Yandex Plus համակարգի համար։ Yandex Plus համակարգն ամբողջովին աշխատում է Yandex ընկերության հաշվին, այսպես ասած։ Վարորդը ստանում է գինը, որը որ ի սկզբանե ֆիքսված էր որպես արժեք երթի համար, այսինքն եթե դուք օրինակ օգտագործում եք ձեր հավաքած 700 դրամը, որտեվ հիմա Yandex Plus-ը քեշբեքային համակարգ է, դուք հավաքել եք օրինակ 500 դրամ, ձեր տաքսի ծառայությունը 1500 դրամ էր եւ այդ 500 դրամը պետքա դուք օգտագործում եք արդյունքում 1000 դրամ եք վճարում, վարորդը այս մասով ոչ մի բան չի անում, այդ 1500 դրամից հաշվարկվում է վարորդի եկամուտները վերջնական հանած միջնորդավճարները եւ հաշվարկն իրականացվում է այդ իրական արժեքի վրա, ոչ թե արդեն ձեր համար զեղչված տրամադրության մեջ։ Դրանից զատ կարևոր փոփոխություն է տեղի ունեցել միջնորդավճարների մասով, բարձր կատեգորիաների տաքսի ծառայությունների համար միջնորդավճարը 14.9 միասնական ցուցանիշ բարձրացվել է 16.5, բայց միևնույն ժամանակ ստարտը, որտեղ մեր հիմնական վարորդների մասն է, այդ կատեգորիայի համար միջնորդավճարը իջեցվել է 14.5։ Իսկ այստեղ կա նաև միջնորդավճարի իջեցում վարորդների համար, ովքեր աշխատում են ստարտ կատեգորիայում։ Դրանից զատ շատ կարևոր խնդիր էին բարձրացնում մեր վարորդները, որ իրոք կարևոր է լուծման համար եւ այն այս բանը արդեն լուծված է։ Ահա ինչպիսին էր խնդիրը։ Վարորդներն ասում էին, որ քանզի չկա ֆիքսված կատեգորիաներում մեքենաների օգտագործման ժամկետ, հիմա կբացատրեմ ինչ դրա անվանության մեջ, կա խնդիր ակնկալիքի եւ պլանավորման։ Այսինքն, օրինակ, հաշվի առնելով, որ նախկինում նրանք չեն ունենում հնարավորություն հստակ իմանալ, օրինակ 2024 թվականի մեքենան դեռ ինչքան կարելի է քշել Comfort Plus կատեգորիայում, իրանք չեն կարողանում պլանավորել արդյոք այդ process-ով, օրինակ այդ մեքենան գնելու համար պետք է մտնել օրինակ վարկային գործընթացների մեջ։ Ինչ կարգավորման մենք եկանք, հա, ուստեղ առաջանում էր խնդիր դրամաբանորեն, որ եթե մարդը օրինակ ձեռք բերեց մեքենան եւ մի տարի հետո այդ մեքենայով այլևս չի կարող քշել Comfort Plus կատեգորիայում, չի կարող ապահովել այն եկամուտի ծավալը, որ ինքն ակնկալում էր այդ վարկի փակման համար, ունենում է արդեն ֆինանսական խնդիրներ։ Այստեղ մենք ունեցանք հստակ լուծում, որն արդեն ամրագրված է եւ աշխատում է, վարորդներն կարող են փաստել, ստարտ կատեգորիայի համար ամրագրվել է 10 տարի ժամկետը օգտագործման, թողարկման, մեքենայի թողարկման տարուց։ Բոլոր բարձր կատեգորիայի համար 4 տարի ժամկետը ամրագրված է որպես վստահաբար օգտագործման հնարավորություն։ Այսինքն, եթե ձեր մեքենան 2025 թվականի է, մինչև 2029 թվականի հունվարի 1-ը դուք վստահաբար կարող եք վարել այդ մեքենան Comfort Plus բիզնես կատեգորիաներում։ Այսինքն, եթե մարդը օրինակ այս պայմանությամբ գնա ձեռք բերի 2025 թվականի մեքենա, նա իր ֆինանսական պլանավորման մեջ կարա դնի, որ այդ կատեգորիաներում ինքը դեռ ունի հնարավորություն մինչև 29 թվականի հունվարի 1-ը վարելու։ Ստարտ կատեգորիայում 10 տարի է, այսինքն եթե օրինակ մարդը 20 թվականի մեքենա է ձեռք բերել, ստարտում նա դեռ կարողանալու է այդ մեքենան քշել մինչև 2030 թվականի հունվարի 1-ը։
Սա վստահաբար, այսինքն սա ամրագրված արդեն պարտավորություն եւ կարգավորում էր, որը վարորդները բարձրաձայնում էին։ Դրանից զատ կար ավելի տենց փոքր, տեղային խնդիրներ լոկալիզացված, օրինակ, որ առաջանում էր տարընկալում վարորդի եւ ուղևորի միջև բիզնես կատեգորիայում դուռը բացելու հետ կապված, արդյոք վարորդը նման պարտավորություն ունի, թե չէ։ Դրա համար ավելացվել էր, հիմա արդեն ավելացվել է հատուկ կոճակ, ինքս կբացեմ դուռը տրամաբանության մեջ, որպեսզի այդ տարընկալումը այլևս չառաջանա, որի շրջանակներում հիմա էլ մենք տեխնիկական ուղղումների եւ թարմացումների գործընթացում ենք, որպեսզի լիարժեքորեն դա աշխատի եւ այդ մասով չունենանք օրինակ սպառողի ոչ հիմնավորված սպասում ու վարորդի դեպքում էլ հետո օրինակ չունենանք բացասական արձագանքներ վարորդի ծառայությունների մատուցման իմաստով։ Դրանից զատ կրկին շատ կարևոր դիտարկում ունեին վարորդները, որի մասով հիմա հենց էլի ապագային ուղղված գործողությունների տրամաբանության մեջ ամփոփ եմ, այս հարցը, որ հարթակներում չկան սահմանափակումներ կանչման վայրի իմաստով, այսինքն մարդը կարող է կանչել այնպիսի վայր, որտեղ որ կայանում արգելված է, կամ կարող է կանչել այնպիսի վայր, որտեղ 2 րոպեից ավել սպասելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում վարորդը կտուգանվի։ Եվ այստեղ առաջանում են խնդիրները արդեն առաջին հերթին վարորդի համար, այսինքն վարորդը օրինակ 2000 դրամանոց պատվերի համար հնարավոր է 5000 դրամ տուգանվի ուղղակի կայանման տրամաբանության մեջ, եւ այս բանը մենք արդեն ունենք փորձնական լուծում դրա համար, մենք էլի համագործակցությամբ հարթակը փորձում է զոնավորել այդ հատվածները, այսինքն օրինակ օպերայի շրջակայքում կոնկրետ կետեր առանձնացնել, որտեղից կարելի է պատվեր կատարել, որպեսզի սպառողը հնարավորություն չունենա այտենց գիպերբոլիզացված տրամաբանությամբ հրապարակի ամենակենտրոնից պատվեր իրականացնել, ինչը տեխնիկապես էլ անհնար կլներ, վարորդի մոտենալու իմաստով։ Այսինքն առանձնացված զոնա կա, որից դուրս, որի ծայրակետերում, այսպես ասած, միայն կարելի է պատվեր կատարել, իսկ եթե այնպիսի իրավիճակ կա, որտեղ վարորդի երկար կայանումը խնդիր կառաջացնի, հատուկ, այսպես ասած, ազդանշան է հայտնվում էկրանի վրա, հավելյալ տեղեկատվություն, որ այս զոնայում վարորդը կարող է սպասել այսքան ժամանակ, դրանից ավել չի կարող սպասել, դրա համար խնդրում ենք ձեզ որպես ուղևոր մոտենալ սահմանված ժամանակահատվածում։ Այս են կարևոր խնդիրները, որ հիմա բարձրաձայնվել է եւ մենք արդեն դրա լուծման ուղղությամբ գործողություններ ենք իրականացնում, երևի թե այսքանը այս հարցի շրջանակներում։ Իսկ սպառողների շահերի տեսանկյունից ինչ խախտումներ կան, արդյոք ուսումնասիրվել է դա հանձնաժողովի կողմից։ Տեսեք, այստեղ էլի փորձենք կիսել գործընթացը երկու մասի, մենք փորձում ենք մի կողմից հարթակների հետ համագործակցությամբ լուծել նաև սպառողների համար իրավիճակային, ավելի գլոբալ խնդիրները, բայց սպառողները միշտ ունեն հանձնաժողովի հետ ուղիղ կապի հնարավորություն։ Այս դեպքում ես հատուկ կընդգծեմ երևի սպառողի օգնական գործիքը, որը թվային գործիք է։ Ցանկացած սպառող, ցանկացած խնդրի, այդ թվում նաև տաքսի ծառայությունների շրջանակներում կարող է բացել մեր կայքեջը competition.am եւ այնտեղ մեծ կոճակով նշված է սպառողի օգնական։ Դուք ընդհանրապես գրանցվում եք այդ հարթակում եւ ձեր համար հարմար ազատ ոճով ներկայացնում եք ձեր խնդիրը եւ այդ խնդիրի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է առաջին հերթին տնտեսարող սուբյեկտին։ Օրինակ, այստեղ ես նկատի ունեմ հարթակի իր ամբողջությամբ, այսինքն առաքման հետ խնդիր ունեք, օրինակ սննդի, գնման հետ խնդիր ունեք, եթե ինչ-որ խանութից եք օգտվել հարթակի միջոցով կամ հենց տաքսի ծառայության ցանկացած իրավիճակ։ Մենք դա փոխանցում ենք տնտեսարողին։ Տնտեսարողը 14 օր ժամանակ ունի խնդիրը լուծելու, օրինակ փոխհատուցում տրամադրելու, հնարավոր է խնդիրը պարզելու կամ ձեզ ինչ-որ այլ ընտրանքներ առաջարկելու։ Եթե այդ ժամանակահատվածում խնդիրը չի լուծվել, մենք խնդիրը փոխանցում ենք մեր հետ համագործակցող հասարակական կազմակերպություններին, որոնք արդեն իրենց գործիքակազմով են, անդրադառնում իրավիճակին, փորձում լուծել խնդիրը։ Եթե այդ հարթակում էլ մենք չենք կարող լուծումը գտնենք, արդեն հանձնաժողովը ինքը իր վարչարական գործիքներով կփորձի կարգավորել իրավիճակը, բայց այս պայմանությամբ կարող եմ հավաստել, որ խնդիրների 60-ից 70%-ը լուծում են առաջին փուլում, այսինքն տնտեսվարողները բավականին պատրաստական են խնդիրը լուծել, լոկալ այդ խնդիրը, գտնել ձեր համար հարմար տարբերակ, բարձրացած բողոքի շրջանակներում ինչ-որ այլընտրանքներ ձեզ առաջարկելու։ Այս իմաստով սպառողները ցանկացած ընթացիկ խնդրի հետ կապված ունեն հնարավորություն ուղղակի այցելելով մեր կայքը, մուտք գործելով սպառողի օգնական գործիք, ներկայացնել իրենց բողոքը եւ իրենց բողոքին արդեն ընթաց կտրվի։ Ինչ կապված ավելի գլոբալ գործընթացների հետ, որ մենք փորձում ենք էլի հարթակների հետ կազմակերպել, այստեղ կրկին կուզենամ վերադառնամ հարցին կապված թափանցիկության եւ տեղեկացվածության հետ։ Ինչ խնդիր ունեինք մենք նախկինում։ Մի կողմից գների հետ կապված, որ ասեցի, այսինքն դուք տեսնում եք մեկ թիվ չէիք հասկանում ինչից է կազմված այդ գինը, հիմա տեսնում եք։ Մյուս կողմից դուք չէիք հասկանում նաև ինչու՞ն է տարբերությունը կատեգորիաների։ Ինչն է փոխվում, երբ որ դուք կանչում եք comfort plus ոչ թե comfort։
Հիմա, երբ որ դուք բացում եք, այսպես ասած, էջերը հենց կատեգորիաների, այնտեղ լրացված է ամբողջական տեղեկատվությունը։ Նշված է, թե վարորդի ինչ ռեյտինգի պայմաններում ձեզ կարող է մոտենալ, նշված է, թե ինչ հավելյալ ծառայություններ կան։ Օրինակ, հեռախոսի լիցքավորման սարք, ջուր, ինչ կատեգորիայի մեքենաներ են ու ամենաթարմ են տրամաբանությամբ, որ այս պայդրությամբ ամենաակտուալ շարքն է ներկայացված, որ ձեր մոտ չառաջանա սխալ ընկալում, թե ինչ մեքենա ձեզ կմոտենա։ Այսինքն այնց հանգը կարճ որ ներկայացված է եւ այնտեղ իհարկե բացելու հնարավորություն կա, բայց այդ կարճ 3-4 անունը մեքենաների ամենաակտուալ մեքենաներն են։ Այսինքն ձեր մոտ առաջանում է հիմնավոր ակնկալիք ձեր ձեռք բերված ծառայության վերաբերյալ, որովհետեւ տեղեկատվության շրջանակը ձեր համար ընդլայնվել է։ Մյուսը իհարկե այդ քեշբեքային տրամաբանություններ, որ արդեն նշեցի, այսինքն հիմա դուք ունեք արդեն լիարժեք Yandex Plus, որի շրջանակներում ունեք հնարավորություն մի տեղ գեներացված բալերը, միավորներ են օգտագործել մեկ այլ ծառայության մեջ, եւ իհարկե հերթերի նոր գաղափարը, որ նույնպես ներդրվել է, եւ եթե դուք start կատեգորիայում պիկային ժամերին ուզենաք տաքսի ծառայություն պատվիրել, եւ կա շատ մեծ անհամաչափություն պահանջարկի եւ առաջարկի միջև, որպեսզի ձեր գինը միանգամից շատ չաճի, մենք ունենք Yandex հարթակը ներդրել է հերթերի տրամաբանություն։ Այսինքն ձեզ ցույց է տալի էկրանին, որ օրինակ այս պայծությամբ 40 հոգի մարդ սպասում է երթի կազմակերպմանը։ Որ դուք հասկանաք, որ օրինակ այդ սպասելաժամանակը երկարելու է, դուք անհրաժեշտություն եք ունենալու սպասել օրինակ 10-15 րոպե, մինչև որ հնարավոր լինի կազմակերպել ձեր երթը, եւ իհարկե հաշվի առնելով, որ դուք ունեք նաեւ այլընտրանքային տարբերակներ, դիտարկեք օրինակ հանրային տրանսպորտը, դիտարկեք նաեւ այլ եղանակներ, ձեր տեղաշարժը կազմակերպելու։ Սա եւս ուղղված է սպառողների տեղեկացվածությանը բարձրացմանը։ Այսինքն մի կողմից մենք աշխատում ենք սպառողների տեղեկացվածության աճի ուղղությամբ, որպես գլոբալ գործընթաց, բայց առաջարկում ենք սպառողներին բոլոր հնարավոր գործիքները, այդ թվում նաև թվային, սպառողի օգնականի տեսքով, իրենց ընթացիկ խնդիրները հանձնաժողովին ներկայացնելու համար։ Եվ վերջում ինչ զարգացումների եւ նորությունների սպասենք այս համատեքստում։ Իհարկե ոլորտի կարգավորման հետ կապված հանձնաժողովը շարունակում է ավելի, այսպես ասենք, համընդհանուր գործընթացը։ Մենք ունենք այս 3 կոմունիկացիոն ուղղությունը։ Մենք շփվում ենք սպառողների հետ, մենք շփվում ենք հարթակների հետ, մենք շփվում ենք վարորդների հետ։ Ուղղակիորեն, անուղղակիորեն, գործիքներով արչարական, փորձելով կանխարգելել, բայց իհարկե ոլորտը նաև ընդհանուր կարգավորման կարիք ունի։ Այս ուղղությամբ հանձնաժողովը նույնպես իրականացնում է որոշ ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում արդեն գործընկեր պետական մարմինների հետ, ոլորտը կարգավորող պետական մարմինների հետ կփորձենք մշակել ավելի արդյունավետ եւ ավելի կանխարգելող հենց մոտեցումներ, թե ոլորտի մրցակցության, թե թափանցիկության, թե ավելի արդյունավետ զարգացման համար։ Հիշեցնեմ ռադիո լսողներին, որ դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը, եթերում խաղի կանոններ հաղորդաշարներ, ես Գայա Ասոյանն եմ, կհանդիպենք։